Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոններում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջադրել է արդարադատության նախկին փոխնախարար Արմենուհի Հարությունյանի թեկնածությունը։ Նրա ընտրության հարցով խորհրդարանը մեկնարկեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքները։ Թեկնածուն ներկայացրեց 22 տարի աշխատել է արդարադատության ոլորտում, իրականացրել 40 իրավական ակտերի մշակման աշխատանքներ։ Իմ երկարամյա պետական գործունեության ընթացքում անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից եւ իրականացրած գործունեության ոլորտից երբևէ իմ անունը չի ստվերվել որևէ կոռուպցիոն բնույթի կամ շահերի բախման հետ կապված գործողությամբ կամ անգամ կասկածով կամ նույնիսկ ակնարկով։ Խմբակցությունն առաջադրել է նաև Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում։ Նա ներկայացրեց անկախ դատական համակարգի ձևավորման ուղղված իր տեսլականը։ Ապրիլի 1-ի դրությամբ ունենք 1431 կալանավորված եւ 1315 դատապարտված անձ։ Արդյոք այս հարաբերակցությունը նորմալ են համարում։ Արսեն Թորոսյանը հարցրեց Աշոտ Հայրապետյանին եւ հաջորդ թեկնածու Անահիտ Աբրահամյանին։ Չէ, հարաբերակցությունը նորմալ չի, հաշվի առնելով, որ մենք պատժողական արդարադատությունից անցել ենք դեպի վերականգնողական արդարադատություն եւ առաջինը իմ կարծիքով պետք է ավելի շատ օգտագործվել այլընտրանքային խափանմիջոցներ, այլ ոչ թե կալանավորումը դառնա, ասենք, բացառիկ տեսակ։ Խափանման այլընտրանքային միջոցներով պետք է առաջնորդվեն դատավորները եւ այս իմաստով շատ կարեւոր է նաեւ մեր պրոբացիայի ծառայության արկայությունը, որը անմիջականորեն ներգրաված է այդ գործընթացների իրականացմանը։ Նիստի օրակարգում էր նաև պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ընդդիմության նախաձեռնությունը։ Ազգային ժողովի միջանցքում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ նրա արտահայտություններն են նման նախաձեռնության հիմք հանդիսացել։ Լրագրողն ինքն է դիմել ընդդիմությանը, Թագուհի Թովմասյանն էլ նախաձեռնել է։ Հարցը պետաիրավական հարցերի հանձնաժողովում բացասական եզրակացություն է ստացել։ Անդրանիկ Քոչարյանը հիմնավորում է, որ ինքը ցիտել է Բագրատ Սրբազանին, մինչդեռ դա մանիպուլյացիա է, որովհետև Բագրատ Սրբազանը միանգամայն այլ կոնտեքստում, միանգամայն այլ հասցեատիրոջ եւ միանգամայն այլ ձևակերպումներով է խոսել։ Զեկուցողին հարցեր ունեին մեծամասնության պատգամավորները, հիշեցին օրինակներ։ Շատ ժամանակ չի անցել դեպքից, երբ Լևոն Քոչարյանի օգնականն Ազգային ժողովի շենքում բռնություն գործադրեց լրագրողի նկատմամբ։ Վահագն Ալեքսանյանը հարցրեց, օգնականը դեռ աշխատում է Ազգային ժողովում եւ ինչ ենթատեքստ ուներ Բագրատ Սրբազանի խոսքը լրագրողին։ Լևոն Քոչարյանի օգնականի հարցը այստեղ վերաբերելի չէ, բայց ինչ վերաբերում է երևույթին, ես երևույթի մասով տվել եմ իմ գնահատականը դեռ այդ օրերին։ Երկրորդ, Հայաստանի իրավապահ համակարգը աշխատել է գերօպերատիվ այդ դեպքով։ Պատգամավորի օգնականը լրագրողը ծեծել։ Դրա հետ կապված ոչ մեկը ոչ մի բան չեք ասել։ Ասում եք մենակ հիմա։ Ես դուք լսեցիք, որ ասեցի դատապարտել եմ։ Չէ, դուք մատուշատել լսեք պատասխանը։ Թողեք ավարտեմ։ Միջամտեց Ազգային ժողովի փոխնախագահ։ Եթե դուք ուզում եք հանգիստ շարունակել ձեր խոսքը, ես չընդհատեմ որպես նախագահող եւ չապահովեմ ստիպված նիստի նորմալ ընթացքը, ապա խնդրում եմ զերծ մնալ վիրավորական արտահայտություններից պատգամավորների նկատմամբ եւ ձեր խոսքերը չափավորել։ Հանձնաժողովի դիրքորոշումը մանրամասնեց Ալխազ Ղազարյանը։ Մենք հիմա էլ նախաձեռնել ենք էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծելու գործընթաց եւ մենք այս հարցը քննարկել ենք համատեղ ձևաչափով, որպեսզի անդրադառնանք հանձնաժողովի պարիտային հիմունքներով ձևավորմանը։ Ասում ենք մենք անհատապես դատապարտում ենք, բայց խմբային ոչ։ Սա ինչ է։ Սա ինչ վարքագիծ է, երեսպաշտություն չի սա։ Ասում եմ, մենք ոչ թե այս նախագիծը ներկայացրել ենք, որպեսզի հասնենք նրան, որ էթիկայի վերաբերյալ հարցով լինի հանգուցալուծում, այսինքն իրենց նպատակը պոզիտիվ բան չունի, նպատակադրում չունի։ Ասում եմ, մենք արել ենք, որ ցույց տանք, որ դուք չեք անելու։ Ինչ է նշանակում։ Բայց սա երեսպաշտություն չի։ Բայց սա է երեսպաշտությունը, այսինքն դուք վերցրել եք բարոյականության վերաբերելի հարցը դարձրել եք քաղաքական պայքարի մանրադրամ եք սարքել, պարոն Մինասյան։ Լրագրողին վիրավորելու միտում չի ունեցել, խոսքի մաքրության մասին է արտահայտվել։ Իր խոսքերը ամբիոնից պարզաբանեց Անդրանիկ Քոչարյանը։ Խոսքի մասին է վերաբերում խոսքի մաքրության, Տիկին Թոմասյան։ Լրագրողի եւ ընդհանրապես պատգամավորների հետ հարաբերություններում դա երկկողմանի է, պարտավորությունները իրավական։ Դուք ասում եք 4 իշխանությունը ամեն ինչից վեր է։ Դուք արդեն դարձրել եք այդպեսին, որտեղ մեր ընդդիմադիր գործընկերները քաղաքական օրակարգ չունենալու պարագայում գտել են լրագրողական խմբերով օրակարգ ձևավորելու ձևաչափը։ Պատգամավորների հանդեպ վիրավորանքներից ու անհարգալից վերաբերմունքից մինչև ընտանիքի անդամների թիրախավորում տարբեր իրավիճակներ վերհիշեցին պատգամավորները, ինչպես թիրախավորման, այնպես էլ բռնության դեպքերի։
իմ 3 տարեկան երեխայի վրա հոդված գրեցին, հոդված տպեցին։ Հուսով եմ դուք կասեք այս ամբիոնից դա բարոյական էր, թե անբարո։ Դատապարտել է իմ համար այդ վարքագիծը։ Բայց որպես իշխանություն դուք ինչ եք անում, որ այդ երևույթները դատապարտվի ընդդիմադիրների նկատմամբ իրականացված։ Ես նաև լսել եմ Տիկին Ջեբեջյանի արձագանքը, որ ասում էր ես տղա ունեմ, ինձ հաճելի չի նման իրավիճակում հայտնվելը եւ այլն, ու հիմա հասկանում եք, չէ, Տիկին Ջեբեջյան, որ այս իրավիճակը դարձել է քաղաքական շահարկման թեմա։ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք լրագրողները այստեղ ցույց էին անում։ Ու իրանց դրանում ոչ մեկ չէր խանգարում, Սարգիս Խանդանյանն էլ այդ լրագրողներից մեկն էր։ Նախ լրագրողի հիմա էլ են ցույցեր անում, հեն այնտեղ Սաղմոսի բան են դրել ու կանգնած են լրագրողները։ Հանրապետական խմբակցության падգամավոր Մհեր Սեթրակյանը միջանցքում ազգային ժողովի մի քիչ այն կողմ շփվում է լրագրողների հետ։ Տարենկոմ վերանացվի մցրա։ Այս տուն լսեցիք, Սաղմոս է կարդում Մհեր Սեթրակյանը, պարոն Մամիջանյան, ձեր իշխանության ժամանակ, երևի Սաղմոս է, հա։ Ի պատասխան Հայկ Մամիջանյանի հայտարարության Վահագն Ալեքսանյանը հիշատակեց օրեր առաջ իր մոր նկատմամբ ցուցաբերած վիրավորական վարքը։ Պարոնայք Ռոբերտ եւ Լևոն Քոչարյաններ։ Մենք հայերս ծնողապաշտ ենք։ Մայրը մեզ համար սրբություն է։ Մենք մեր քաղաքական թշնամիների մայրերին անգամ միայն առողջություն ենք մաղթում։ Առողջություն եմ մաղթում Տիկին Բելլային։ Խնդրում եմ, քանզի ներդրվել եք հայ հասարակության մեջ, բարի եղեք ապրել մեր արժեքներով։ Կամ գոնե չհարվածել այդ արժեքներին։ Ամբողջ ամիս, ամբողջ տարի, ամբողջ 5 տարի այս ամբիոնից դիմացներդ կանգնած եմ, բան ունեք ասելու, եկեք ինձ ասեք, ոչ թե տանս ու հաշմանդամ մորս վրա լնգուլավա զուգարտեք։ Ելույթների ավարտից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարեց քվեարկության մասին։ Ընդդիմությունը դեմ էր, որ այն տեղի ունենա նույն օրը։ Այնուամենայնիվ քվեարկությունը տեղի ունեցավ եւ էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկը մերժվեց։ Կողմ 28 դեմ 47 ձեռնպահ 1 որոշումը չի ընդունվել։ Վարդուհի Արզումանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։